Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Եթե մունք զենք չընկունեցա, 44 օրյային վախտը հունցն կռևրալ, կոշտ հարցադրում։ Վանալիչ, պատմական հիշողությունը բնապահպանական, Ահազանգ, Աշոտ Հարությունյան, ամեն ջան գործադրելուն Արցախ ետրնալի հետի։ Ամենամեծ մարտահրավերը ազգային ինքնագիտակցության պահպանումն է, Արմեն Հավասարյան, Թրամփը կարե պարտադրե Ալիևին, բայց ըննական չի։ Խորհրդավոր փաստաթուղթը հորից որդուն, մղրի շողը հայկական սեղանին։ 168 TV Review հաղորդաշարին եթերումը հնչալա աղմկահարույց հայտարարություն։ Հաղորդման հյուրն էլ պատիվոնիմ խմբակցության քարտուղար 2017-ից 2020 թվերի պաշտոնավարած Տիգրան Աբրահամյանը խոսելով 44 օրյա կռվի հանգամանքների մասին Աբրահամյանը կոշտ հարցադրում արալ։ Եթե զենք չընկնեցա, ապա 44 օրյային հինչավն կռևրա։ Հակառակորդին դուդան հունցնք կոտրա։ Իրանսելավը կռվի վերաբերյալ հնչող պնդումն պիտի հիմնվին փաստերի իրա, իսկ հանրությանը ներկայացվող թեզերը ինին հստակ ու պատասխանատու։ Աբրահամյանը շեշտելով էր նվան ձևակերպումները, համ խեղաթյուրումն իրականությունը, համ էլ ստվերումը պատերազմի ընթացքում կռված զինծառայողների ջանքերն զոհողությունները։ Քննարկումը նորից բորբոքալ հանրային դիսկուրսը վերհանելով 44 օրյա կռվի ռազմաքաղաքական գնահատականների թեման։ Վանալիչը հայկական լեռնաշխարհի խոշորագույն լիճն է ու տարածաշրջանի կարևորագույն բնական ու պատմամշակութային կենտրոններն է։ Գտնվում է ներկայիս օկուպացված Արևմտյան Հայաստանատարածքում պատմական Վասպուրական ու Տուրուբերան նահանգների սահմաններում։ Լճի մակերեսը կազմում է շուրջ 3755 քառակուսի կիլոմետր, առավելագույն խորությունը մոտ 450 մետր է։ Համարվում է աշխարհի խոշոր անհոսք աղի լճերից մինը, ջուրը սոդայական է, հարուստ նատրիումի, կարբոնատավ ու սուլֆատներով, ինչը խոչընդոտում է սառցակալմանը։ Լճում հիմնականում գոյություն ունի միայն հատուկ հարմարված ձկնատեսակ տառեխը։ Վանալիճը ձևավորվել է տեկտոնական գործընթացների հետևանքով ու գտնվում է հարաբախային ու մետամորֆիկ ապարների սահմանագծում։ Սնուցվում է շուրջ 25 գետերից, որոնցից խոշորն են Բենդիմահին, Զիլանը, Կարասուն ու Խոշաբը։ Լիճը շրջապատված է Պեցյուր լեռնաշղթաներով, այդվում մոտ 4050 մետր պիչրությունով Սիփան լեռը։ Լճի իրեն գտնվում պատմական 4 կղզիներ՝ Աղթամարտ, Լիմ, Կտուց ու Արտեր։ Աղթամարմա գտնում հայկական միջնադարյան ճարտարապետության գլուխգործոցը Սուրբ Խաչ եկեղեցին, պատմականորեն Վանա լճի ավազանը իլալա քաղաքակրթությունների խաչմերուկ Ստաղածաղկալ Ուրարտու պետությունը, իսկ միջնադարում տարածաշրջանը իլալա Վասպուրականի, Արծրունյաց թագավորության կենտրոնը։ Մինչ 19-րդ դարի վերջը հայ բնակչության խոշոր կենտրոններն այլել սոր, բայց մասնագետներն հազանգում են լճի մակարդակի փոփոխությունների ու հնարավոր էկոլոգիական վտանգների մասին։ Ջրի մակարդակի նվազումը, աղտոտման ռիսկերու ծանծաղ հատվածների չորացումը լուրջ մարտահրավերներ տարածաշրջանի հետի։ Չնայած պատմական ողբերգություններին ու ժողովրդագրական կտրուկ փոփոխություններին, Վանալիճը շարունակում է մնալ հայկական պատմական հիշողության ու ինքնության կարևորագույն խորհրդանիշ։ Արցախի հանրապետության ազգային ժողովի խմբակցությունն հանդես են եկալ հայտարարությունով ընդգծելով էր պայքարն սկսելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հետի։ Հայտարարության մեջ նշվում էր Արևելյան Հայաստանը ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության ու սահմանադրական ու միջազգային իրավունքների նորմերի խախտումների հետևանքով Արցախը կորցրել է ձեռքբերումները, իսկ Արցախահայությունը ենթարկվել է բռնի տեղահանության։ Խմբակցությունները պնդում են սոր թշնամի վերահսկում է տարածքը վտանգի ենթարկելով հայկական հոգևոր ու մշակութային ժառանգությունը։ Պատգամավորները շեշտել են ամեն ջան գործադրելուն մեր ժողովրդի Արցախ ետրնալի ու ինքնորոշման անկախտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելի հետի։ ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հավասարյանը հանդես է եկալ կոշտ քաղաքական գնահատականներով ֆեյսբուքյան գրառմամբ։ Անդրադառնալով ազգային ինքնության ու ներկա քաղաքական գործընթացներին, քաղաքական գործիչը քննադատել է գործող իշխանությունների քաղաքականությունը, պնդելով էր ազգային հիշողությունը, ինքնագիտակցությունը, ճգնաժամային պահերին տառում հավաքական կամքի գլխավոր հենասյունը, սորվեր փորձ արվում դեֆորմացնել ազգային մտածողությունը, ամենամեծ մարտահրավերը մնում է ինքնագիտակցության պահպանումն է, վերականգնման նշել է ինքը։ Ամերիկայում տեղի ունեցել խաղաղության խորհրդի առաջին նիստը նախագահությամբ Դոնալդ Թրամփի նիստին մասնակցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Խորհուրդը ստեղծվել է սկզբնապես գազայի ապագայի շուրջ հարցերը քննարկելի նպատակա, բայց այս նիստը նշանավորվել նաև հայ-ադրբեջանական շփումներով։ Նիստից հետո Փաշինյանը Ալիևը ունեցան ոչ պաշտոնական զրույց, իսկ Թրամփը հայտարարել է, թե երկու առաջնորդները հնգերներին տառա։ Քաղաքագետ Արմինե Ադիբեկյանի գնահատումով Ամերիկայի նախագահը տեսականորեն կար է ճնշում գործադրել Բաքվի-Իրան, բայց գործնականում դա քիչ հավանական է։ Իրանսելավը Վաշինգտոնի ու Բաքվի միջև գոյություն ունին փոխշահավետ տնտեսական ու էներգետիկ նախագծեր, վերսահմանափակում են կոշտ միջամտության հնարավորությունը։ Վաշինգտոնյան հանդիպումը թեզը հարցեր առաջացրել տարածաշրջանային գործընթացների
վերաբերյալ, արդյոք դռնականը իրական առաջընթացի սկիզբ, թե մնականա դիվանագիտական ժեստերի մակարդակում։ Հանրային քննարկումների կենտրոնում հայտնվող 20-րդ դարի սկզբին արված մի բացառիկ նկար, որտեղ պատկերված է արևմտյան Հայաստանի հայկական ընտանիք։ Մասնագետների գնահատումով ունի խորը խորհրդանշական նշանակություն ու փոխանցում է սերնդեսերունդ շարունակվող ժառանգության գաղափարը։ Լուսանկարի կենտրոնում հորից որդուն փաստաթղթի փոխանցման պահն է։ Հետազոտողների ենթադրումը վերտակար է ինի ընտանեկան մասունք, նամակ, վղի սեփականության վկայագիր կամ մկրտության վկայական փոխանցվող սերունդներին որպես ինքնության ու հիշողության խորհրդանիշ։ Ընտանիքի որոշ անդամներ կրում են ֆեսեր։ Այն ժամանակաշրջանում լայնորեն տարածված գլխարկն է, վերօգտագործվում տարբեր ժողովուրդների կողմից Օսմանյան կայսրության տարածքում, էթվում հայերի։ Նման ընտանեկան դիմանկարները հիշեցնում են արևմտյան Հայաստանում հայկական համայնքների խաղաղ ու կազմակերպված կյանքի մասին մինչև հայերի ցեղասպանությունի ողբերգական իրադարձությունները։ Այս լուսանկարները սոր դիտարկվում են որպես հայկական ոգու կարևոր վկայություն պահպանված ընտանիքի օջախի արմատների ու նախնիների հիշողության միջոցով։ Հայաստանը դարեր շարունակ հայտնի է մեղվաբուծության հարուստ ավանդույթները։ Էկոլոգիապես մաքուր լեռնային ու անտառային տարածքներում ստացվող հայկական մղրը առանձնանում է բնական համով, բույրով ու պեցյուր որակով։ Հայկական մղրի ամենահայտնի տեսակներն են լեռնային մղր ստացումը վայրի լեռնային ծաղիկների ծոնե խիտ կառուցվածք ու մոկ ոսկեգույն երանգ։ Անտառային մղր հարուստ բույրով ընդգծված համով է։ Ծաղկային մղրը ավելի մեղմ, դյուրամարս ու նուրբ համային նրբերանգներ է։ Շահաթի մղր պեցյուր լեռնային շրջաններում ստացվող եզակի տեսակ վերը համարվում է բնական ուժեղ հակաօքսիդանտ։ Բարձրորակ մղր ստացումը հատկապես Արցախա, Տավուշի, Սյունիքի ու Գեղարքունիքա ծաղկառատ տարածքներում է։ Մղրը համ բնական քաղցրացուցիչ է, համ էլ օգտակար բաղադրիչ, հարուստ վիտամիններով, հանքանյութերով ու հակաօքսիդանտներով։ Ունի հակաբակտերիալ հատկություն, նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը ու մարսողության բարելավմանը։ Հայկական քաղցրավենիքներում մղրը զբաղեցնում է առանձնահատուկ տեղ։ Գաթան շուշուտ պատրաստում է մղրի հավերում, ինչը միջուկին հաղորդում է հյութալիություն ու նուրբ բույր։ Փախլավին շերտերի միջև մեղրի առկայությունը ստեղծում է համային հավասարակշռություն ու փափկեցնում է խմորը։ Մատնաքաշ շարոցնամղրավ կարկանդակները եւս հաճախ թաթախվում են մղրային օշարակում ստանալը փայլուն տեսք ու էրկան պահպանման հնարավորություն։ Սորել մղրը շարունակում է մնալ հայկական խոհանոցի կարևոր բաղադրիչը, միավորելով առողջ սննդակարգը, ավանդույթներն ասերունդների համային հիշողությունները։ Սիրելի հայրենակիցներ, այսօրվա տեսքանը պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկացիք։